մեղմ ասած հայ առաքելական եկեղեցին հեղափոխության ջատագովը չէր եւ հեղափոխությունից հետո նոր իրավիճակի հետ հույսեր չէր կապ։ Ինչ առումով, ինչի հետ կապված։ Գիտեք, որտեղ դրանից հետո անմիջապես հեղափոխությունից հետո որոշակի գործընթացներ գնաց, եթե հիշում եք, որ պահանջում էին նաև հեղափոխություն անել եկեղեցում, մերժում էին Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին, խնդիրը հասավ մինչև վեհարան մտնելը, խնդիրը հասավ նրան, որ Կիլիկիո թեմի կաթողիկոս Արամ առաջինին առաջարկում էին գալ Հայաստան եւ դառնալ ամենայն հայոց կաթողիկոս, այսինքն այս մոտեցումը իրար հանդեպ փոխադարձ անվստահության իսկապես փոխադարձ էր հեղափոխական թիմի թե հայ առաքելական եկեղեցու, ինչը շատ տխուր էր այն ժամանակ էլ եմ այդ թեմաները խոսել եմ նաև ներքին լսարանում, որպես չի նման խնդիրներ դնել, որ դա արդել է պետք, որ որևէ լավ տեղ չի տանի, բայց հետո երբ որ դա չհարթվեց, եկեղեցին փորձեց իր ունեցած ազդեցությունը էլ ավելի ամրացնել, հենարաններ գտնել եւ ցավոք իմ կարծիքով այդ հենարանները ավելի շատ դարձան արտերկրում